Ողջույն գործար Ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ում հետ կիսվում ենք, ոլորտային թեմաներով, առանձնահատկություններով եւ հետաքրքիր մտքերով։ Իմ այսօրվա հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Անուշ Զոհրաբյան, ողջույն Անուշ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Անուշը հանդիսանում է Մեդիա ասոցիացիայի տնօրենը եւ արդեն ընկերության անունը հուշում է, որ այսօրվա մեր հիմնական թեման լինելու է մեդիա, մարքեթինգային հաղորդակցություն, ռազմավարական հաղորդակցություն, ընդհանրապես մեդիա ասոցիացիայի նախագծերի եւ ծրագրերի մասին, մինչեւ ընդհանուր ընկերության մասին անդրադառնալը Անուշ ուզում եմ մի փոքր ներկայացնեք ձեր կրթական հենքը եւ ինչպես եք հայտնվել այս բավականին հետաքրքիր, պահանջված եւ նաեւ այսպես անընդհատ աշխատել պահանջող ոլորտում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես սովորել եւ ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետը, մագիստրատուրան շարունակել եմ էլի Երևանի Պետական Համալսարանի ուղղակի արտասահմանյան գրականության ամբիոնում, հետո արդեն լրագրություն։ Այդքան էլ տարբեր չեն միանց հերու չի լրագրությունից, որովհետև ի սկզբանե իմ նպատակը եղել է, որ պետք է դառնամ լրագրող, ուղղակի արդեն վերջին ամիսներին ընտանիքս փոքրինչ դեմ կանգնեց զուտ այն միտքներ, որ ավելի լավ է լինես դառնաս բանասեր, կրթությունը լինի բանասիրական, հետագայում հորեղբայրս խորհուրդ տվեց, որ հետագայում լավ բանասերը կարող է լինել նաև լավ լրագրող, լրագրությունը ինչ որ չափով տեխնիկա է, որին կտիրապետես, ինչի համար իրականում շնորհակալ եմ, որովհետև ես շատ սիրում եմ իմ նաև առաջին կրթությունը եւ մասնագիտությունը։ Եվ նաև շատ օգնում է։ Շատ օգնում է, այո, ինձ ասպարեզում ոլորտում։ Մյուս հարցը, Անուշ, խոսեցինք մեդիա ասոցիացիայի մասին, վստահաբար մեր ռադիոլսողներից եւ ռադիոդիտողներից շատերը տեղեկացված են, ովքեր էլ որ տեղեկացված չեն, հաղորդման ընթացքում անպայման կիրազեկվեն, որոշակի ժամանակ հետո դուք այսպես լրատվական հարթակից կամ ոլորտից տեղափոխվել եք դեպի մարքեթինգի ոլորտ, բավականին պահանջարկված ոլորտ, բայց եթե շատ մարքեթինգային ընկերություններ իրենք այսպես ի սկզբանե մարքեթինգային գործիքներով եւ այլն մտնում են շուկա, դուք մի ոլորտից այսպես վերափոխվել եք մարքեթինգային ընկերության, շեշտը դնելով ավելի ռազմավարական հաղորդակցության, էկոհամակարգի ստեղծման վրա։ Ուզում եմ փոքր խոսեք այս տրանսֆորմացիան ինչու է տեղի ունեցել եւ նաեւ այդ ճանապարհին հետաքրքիր փուլերը, քանի որ մարքեթինգի կարևոր այսպես ուղղություններից մեկը դա հաղորդակցությունն է, կոմունիկացիան է, մեդիա ասոցիացիան ըստ էության նախկինում նաեւ հենց լրատվական խնդիրներ լուծել, ոնց է այս ճանապարհը անցել եւ ամենակարևորը անհրաժեշտությունը որտեղից է եկել։ Ահա, ասել որ ամբողջությամբ վերափոխվել ենք, սխալ կլինի, այսպես ասեմ, ի սկզբանե մեդիա ասոցիացիայի հիմնադրի կողմից, գործարար Հայկ Մարկոսյանի կողմից եղել է տեսլական, որ մեդիան ոչ միայն կարող է լինել տեղեկատվությունը տարածելու հարթակ, այլ կարող է լինել ինքնուրույն, կարող է լինել մրցունակ եւ կարող է լինել բիզնես մոդել, այսպես ասեմ։ Իհարկե այդ տեսլականը մեզ համար դարձավ համոզմունք 2020 թվականին, երբ սկսվեց կորոնավիրուսը, աշխարհը ճգնաժամի մեջ էր, նաև մենք, մեր ոլորտը, կային բազմաթիվ սահմանափակումներ, իհարկե հիմնադրի օգնությամբ, ներդրումների օգնությամբ մենք կարծես թե արդեն գրեթե հաղթահարել ենք այդ փուլը եւ եղավ պատերազմը, որն էլ դարձավ սահմանագիծը։ Կարծում եմ, ավելի շուտ վստահ եմ շատերն են հիշում, ինչպես մեդիան ողողվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին այս վերնագրով եւ նյութով Արցախում պատերազմ է, առաջին զոհը 8-ամյա Վիկտորիան է։ Մենք որպես մեդիա արագ վերցրեցինք նյութը եւ թարգմանեցինք տարբեր օտար լեզուներով, ռուսերեն լեզվով, անգլերեն լեզվով, ֆրանսերեն լեզվով եւ այլ լեզուներով այն մեծ ակնկալիքով, որ աշխարհը պետք է կարդա, միջամտի եւ դադար լինի պատերազմին, բայց մարդասեր աշխարհում մանկան մահով սկսված պատերազմը ձգվեց 44 օր եւ մենք մեր պատերազմի հետ մենակ մնացինք։ Դա եղավ սահմանագիծը, կարծում եմ, ոչ միայն մեր կյանքում, այլ շատ հայերի կյանքում արժևորելու ու ժեղանալու, նաեւ վերանայելու։ Եվ որոշում կայացրեցինք, որ այսուհետ կրթական, մշակութային, հասարակական նախագծերի կողքին պետք է ունենանք
էլ ավելի շատ կոմերցիոն նախագծեր, որպեսզի այդ գումարները կարողանանք ուղղել էլ ավելի շատ արժեքավոր մշակութային կրթական նախագծեր ստեղծելու համար։ Հիմա մեդիա ասոցիացիան միավորում է տարբեր ուղղություններ, լրատվամիջոցներ, Ելակետը, Երևան Նյուսը, Էկոնյուս բնապահպանական տեղեկատվական կայքը, ունենք հեղինակային եւ բիզնես տարբեր նախագծեր, առցանց հաղորդումներ, տպագիր մամուլ, վիդեոարտադրություն, ֆիլմ արտադրություն, ինչպես նաեւ մարքեթինգ եւ PR, ինչպես նշեցիք։ Եվ մեր նպատակն էր ստեղծել մի միջավայր, որտեղ ստեղծարարությունը եւ բիզնեսը ոչ միայն չեն հակասի իրար, այլ հակառակը կօգնեն, կփոխ լրացնեն միմյանց։ Իրականում նաև ինքս բավականին ծանոթ լինելով մեդիա ասոցիացիայի գործունեությանը, նաև բարեհաջող համագործակցություններ ունենալով, գիտեմ, որ նաև շատ մեծ այսպես տեղեք հատկացնում մշակութային նախագծերին, հա, որոնք որ միտված են հայկականության պահպանմանը, հա, հայկական ծրագրերի ավելի շատ այսպես պրոպագանդային։ Իմ ամենակարևոր հարցը նաև որպես մարքեթինգի ոլորտի մասնագետ, ոնց ենք կարողանում այս դիվերսիֆիկացված գործունեությունը համատեղել, իրականում շատ բարդ է, որովհետև միշտ ոնց է, չէ, մարքեթինգում ասում են պետք է վերցնել մեկ ուղղություն, գնալ այդ ուղղությամբ, քանի որ ջանքերի ռեսուրսների բաշխումը բավականին բարդ է լինում այդ ամբողջը համակարգել։ Ձեզ մոտ ոնց է ստացվում, այսինքն եւ մեդիայի հետ, եւ ռազմավարական կոմունիկացիա, եւ ֆիլմ արտադրություն, եւ PR, նաեւ մշակութային ծրագրեր, ո՞րն է գաղտնիքը, հա, այսպես աշխատանքները համակարգելու։ Բիզնեսի մեջ կարծում եմ խնդիրներից մեկը այն է, որ շատ հաճախ գործարարները ստիպված են լինում, օրինակ մի ծառայությունը ընտրել մեկ ընկերությունից, օրինակ SMM-ը անում է մեկ ընկերություն, վիդեո արտադրությունը անում է մեկ այլ ընկերություն, օրինակ մեկ այլ ընկերության էլ տալիս են գովազդ հաղորդումների համար, ինտեգրում են գովազդը եւ այլն։ Մենք բոլոր ծառայությունները, սկսած նաեւ միջոցառումների կազմակերպում եւ այլն, մատուցում ենք խնայելով գործարարների ժամանակը եւ ավելի ճկուն ռազմավարություն ներկայացնելով, այսպես ասեմ։ Իսկ մշակութային մասով ասեմ, որ մեր գործարարները ոչ միայն միֆ է հիմնականում, որ հիմա ավելի նախընտրում են կարճաժամկետ լուծումները, թրենդային, չգիտեմ, գովազդներ եւ այլն, մեր գործարարները մեծ սիրով եւ հաճույքով նաեւ մասնակցում են մշակութային նախագծերին եւ ֆինանսավորում են, այսպես ասեմ, եւ նաեւ ակտիվ ողջունում են, մասնակցում են։ Որը շատ կարևոր է իրականում։ Քանի որ շատ դեպքում նաև այդ կարծրացած միտքը կա, որ դե լավ մշակութային միջոցառումները կամ հաղորդումները շատ տեսանելիություն չունեն եւ բնականաբար կոմերցիայի տեսանկյունից իրենք շատ հետաքրքրություն չեն ներկայացնում։ Այո, եւ ասեմ ավելին, մենք երբ որ մեր գործընկերների համար ռազմավարական պլան ենք ներկայացնում, մենք շատ կարևորում ենք մշակութային մասը, օրինակ, տարվա կտրվածքով ռազմավարական պլան է, այնտեղ ունենք առաջարկ, որ նախընտրելի է թատրոնի հետ ունենալ գովազդ կամ ֆինանսավոր ինչ որ նախագիծ, որովհետև մենք մեդիա լինելով ամեն դեպքում ունենք հանրային բարձր պատասխանատվություն եւ մեր առանցքում, մեր գործունեության առանցքում հանրային շահն է եւ մենք իսկապես ուզում ենք դառնալ այնպիսի հասարակություն եւ այնպիսի երկիր, որտեղ գործարարները, այսպես ասեմ, հերթ կկանգնեն, օրինակ թատրոնին ֆինանսավորելու կամ թատրոնում գովազդ ունենալու համար։ Այո, վերջը նաև իրենք սերնդների կրթության եւ կրթելու մեջ մեծ դեր ունեն։ Կարևոր էլի հարց, անուշ, տեսեք, խոսեցինք մարքեթինգային ծառայություններ մատուցելու մասին, նաև մեդիա ծառայություններ։ Մեզանում գործարարության մեջ այսպիսի մի երկմտանք կա, արդյոք ճիշտ է, որ ընկերությունները ունենան իրենց մարքեթինգային թիմը, թե օրինակ շատ դեպքերում շատ ծառայություններ պատվիրակեն, միշտ երկարծություն կա, մի մասը մտածում է, որ ամեն դեպքում պատվիրակելն ու outsource անել այնքան էլ ճիշտ մոտեցում չի, որովհետև քո թիմը չի, ինքը 7/24 ռեժիմով ձեզ հետ չեն, բայց մյուս մասն էլ հասկանում է, որ իրականում սեփական մարքեթինգային թիմ ունենալ, որը որ զբաղվի օրինակ եւ թվային տեխնոլոգիաների ներդրմամբ եւ եթե կարիք կա ինչ որ մեդիա արտադրությամբ եւ կոմունիկացիայով, սա բավականին մեծ ռեսուրսների մասին է խոսում, որն է ճիշտ տարբերակը ձեր դիտանկյունից որպես ոլորտում ծառայություն մատուցող ընկերություն։ Երկու տարբերակն էլ իհարկե կարող են դիտարկել, բայց նշեմ, ճիշտ է, մենք մեր գործընկերների մոտ չենք լինում 7-24 կտրվածքով, օրինակ, բայց ունենք երկարաժամկետ
գործընկերներ, որոնց հետ երկար տարիներով աշխատում ենք եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ թիմի անդամները, մեր թիմի անդամները այնքան հրաշալի եւ մանրակրկիտ են տիրապետում այդ բրենդի մանրամասներին, որ կարող են նույնիսկ նեղ մասնագիտական դասախոսություն կարդալ։ Ես սա ասում եմ շատ վստահ լինելով մեր թիմի անդամների վրա, այսինքն մենք խորացված ուսումնասիրում ենք բրենդը, մենք երկարաժամկետ աշխատանք ենք տանում այդ ամենի հետ կապված եւ դա չի նշանակում, եթե իրենց, այսպես ասած, կազմած թիմը չենք եւ իրենց ուղիղ աշխատակիցը չենք, մենք ինչ որ բան ավելի պակաս ենք անում։ Կարծում եմ չկա տարբերություն, դա զուտ գործարարի նախընտրության հարցն է։ Շատ լավ եւ չենք կարող խոսել մարքեթինգային ծառայությունների, ընդհանրապես մեդիա ծառայությունների մատուցման մասին եւ չխոսենք այս ոլորտի հնարավորությունների ու մարտահրավերների մասով։ Տարիների շատ մեծ փորձ ունեք ու նաեւ շատ ընկերությունների հետ եք համագործակցում, բայց ոչ միայն ընկերությունների, հա, ըստ էության նաեւ անհատների։ Ոնց է ձեր հաճախորդների բազան։ Եվ ունենք անհատներ եւ ունենում ենք տարբեր ոլորտի անհատներ եւ ունենք բիզնեսներ, որոնք են այն հիմնական մարտահրավերները ու նաև հնարավորությունները այս ոլորտում։ Մարտահրավերները նրանք են, որ երբ որ գործարարը բախվում է խնդրի, առաջինը կարծես թե տուժում է միշտ գովազդային, մարքեթինգային թիմը, որովհետև իրենց են կրճատում։ Այո, իրենց են կրճատում, որովհետև Հայաստանում ինչքան էլ կա ուժեղ առաջընթաց, բայց միևնույնն է, սկզբնական փուլում կարծես թե ավելորդ են համարում այդ ֆինանսը, որը պետք է ծախսվի այդ թիմի վրա, բայց կարծում եմ, որ ամենակարևոր, ամենագլխավոր աշխատանքներից մեկն է անում մարքեթինգային թիմը։ Կարճաժամկետ լուծումների ետևից գնալը եւս վատ տարբերակ է։ Որը նաև շուկան է աղտոտում։ Այո, շուկան է աղտոտում եւ շատ վատ տարբերակ է, ինքը ունենալու է մեկ կարճաժամկետ արդյունավետություն։ Դա է։ Դրականը արդեն իմ խոսքում նշեցի, որ ի պատիվ մեր գործարարների, որոնք կրթվում են, դրսի փորձն են բերում Հայաստան շատ հաճախ եւ այլն, այո, նաեւ դրական դինամիկան շատ մեծ է այս բոլոր հարցերում նաեւ։ Տեսեք, Անուշ, խոսեցիք նաև միջազգային փորձի ու դրսի մասին, գիտեմ, որ նաև ձեր ընկերությունը բավականին այսպես շատ ուղղորդված գործունեություն է ծավալում, չսահմանափակվել միայն տեղական շուկայով, այլ նաև միջազգային շուկայում, մասնավորապես Միացյալ Նահանգներում։ Մի փոքր կմանրամասնեք նաև այս գործընթացի մասին, մասնավորապես, օրինակ, ոնց եք որոշում կայացրել, որ պետք է այնտեղ գործունեություն ծավալեք, ինչ հիմնական ծառայություններով եք հանդես գալու ու նաև վստահաբար մենք չենք կարող, հա, Միացյալ Նահանգներում օրինակ մատուցվող ծառայություններն ու Հայաստանում մատուցվողը նույնականացնել ու նաև եւ շուկայի խնդիրներն են տարբեր եւ պահանջները, սա ոնց է հաղթահարելու։ Որոշում կայացնել այսպես է, հիմնադիրը մեդիա ասոցիացիայի գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դա արդեն ուժեղ մրցակցային առավելություն է։ Այո, եւ այնտեղ գործարարը բիզնեսմեն է։ Մենք ունենք գրասենյակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունենք թիմ, ունենք նախագծեր, որոնք հեռարձակվում են, ոդքասթներ ունենք, տարբեր նախագծեր ունենք եւ ունենք առանձին հարթակ Ելակետ USA-ը, որտեղ ամեն օրվա կտրվածքով գնում է այնտեղի իրադարձությունների հետ կապված թիրախային լսարան է, այսինքն ամերիկահայերն են, իրադարձություններ բիզնեսից սկսած, սոցիալական թեմաներով ավարտված, իվենթներ եւ այլն, տարբեր լուսաբանումներ օրվա կտրվածքով եւ մեծ դիտելիությամբ, այսպես ասեմ։ Հրաշալի հնարավորություն է մեզ համար ոչ միայն երկկողմանի փորձի փոխանակման մասով, ոչ միայն տրամադրությունները հասկանալու մասով, այլ նաև ինչու՞ չէ համագործակցության եւ հենց բիզնես առումով համագործակցության։ Հայաստան-Սփյուռք կամուրջ, որը պարտադիր չի միայն լինի մշակութային առումով, այլ նաև բիզնես առումով համագործակցություն։ Այստեղից շատ կարևոր է մեր գործընկերների համար, այստեղի արտահանող հատկապես գործընկերների համար, որովհետեւ մենք այստեղի իրենց գովազդները կարողանում ենք պատրաստել եւ ինտեգրել այնտեղի product-ի մեջ, այսպես ասեմ, կլինեն հաղորդումներ, կլինի լրահոսային ինչ որ բաներ։ Իսկ որոնք են ավելի շատ պահանջարկված ձեր դիտարկմամբ Միացյալ Նահանգների շուկայում, որ ուղղություններն են ավելի, կամ որ հաղորդումներն են, կամ ինչ ոլորտ ուղղվածության, հա։ Դե աշխարհում կարծում եմ սոցիալական թեմաները մնում են առաջին տեղում, ես այդպես եմ կարծում։
որ ավելի շատ երբ որ մարդու գրպանի հետ կապ ունեցող ինչ որ բան է, այդ թեմաները։ Այնտեղ նաև շատ առաջընթաց կա հենց բիզնեսի առումով, հետաքրքրվածությունները մեծ են, նաև բիզնես առումով եւ տարբերությունը մենք օրինակ 2 տարի առաջ համեմատեմ, եթե հենց այնտեղի շուկան ու հիմա տարբերությունը ակնհայտ է։ Շատ լավ, Անուշ, տեսեք, իմ էլի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գնահատմամբ մարքեթինգի մեդիա ոլորտում կարեւոր է նաեւ թիմակիցների մասնագիտական եւ որակները եւ հմտությունները ու նաեւ դուրս գալ միջազգային շուկա, սա նշանակում է իսկապես լավ զինված լինել, հա, եւ գիտելիքներով, փորձով, թիմը ոնց եք համալրում, ոնց եք կարողանում մասնագիտական, այսպես մեծ պոտենցիալ ունեցող անհատներին համախմբել իրար շուրջ։ Ուրեմն մենք մեր թիմում համալրված են տարբեր մասնագիտական հետագիծ ունեցող մարդիկ, օրինակ լրագրողներ, մարքեթոլոգներ, տեսահոլովակական բովանդակության ստեղծողներ, տարբեր մասնագետներ են ներառված եւ նրանք ունեն գրեթե բոլորը ունեն երկար տարիների փորձ։ Բայց նաև թիմը շատ հաճախ համալրում ենք երիտասարդ կադրերով, այսպես ասեմ, եւ որոնց հետ կապված ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի նրանք եւս դառնան այնպիսի մասնագետ, օրինակ ինչպիսին, չգիտեմ, Մարիամն է, Սուսաննան է, որոնք տարիներ շարունակ մեզ հետ են, թիմի անդամ են։ Թիմի անդամները շատ կարևոր է, այսինքն անդամները կարևոր են, որպեսզի թիմը կայանա։ Եվ ամենակարևորը, այո, մենք թիմ ենք ավելի, քան աշխատակազմ, որպես այդպիսին, եւ դա բազմիցս իմ գործընկերները ապացուցել են։ Ինչ ոլորտներ կա, որոնց հետ մեդիա ասոցիացիան ըստ էության որպես, հա, աշխատանքային ու սկզբունքային մասով չի համագործակցի։ Կամ արդյոք կան այդպիսի ոլորտներ։ Այո, կան այդպիսի ոլորտներ, որի հետ մեդիա ասոցիացիան չի համագործակցի, նշում եմ էլի, ունենք սոցիալական բարձր պատասխանատվություն եւ այն ոլորտները, որոնք կվնասեն հանրությանը, կվնասեն երիտասարդներին, մտածողությանը, մենք այդ ոլորտների հետ չենք համագործակցի։ Անուշ, ուզում եմ մի փոքր նաև ավելի մանրամասն նախավերջին հատվածում, հա, խոսենք մեդիա ասոցիացիայի, նշեցիք, հա, նաև իր այլ հարթակների ելակետ EMI Երևան News-ի մասին, ինչ ծառայություններ է մատուցում, որպեսզի մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները վստահ եմ նաև ունենք անհատներ, ովքեր որ գործարարներ են եւ հետաքրքրված են ընդհանրապես մարքեթինգային ծառայություններով, պատկերացնեն ինչ ծառայություններից կարող են օգտվել։ Ելակետը Երևան News-ը իրենք տեղեկատվական, լրատվական հարթակներ են, ունեն իրենց նախագծերը, հաղորդումները, պատրաստում են հարցազրույցներ եւ տարբեր այլ բաներ։ Ինչ ենք անում մենք գործընկերների մասով եմ ասում, որքանով է, այսպես ասեմ, մեր լրատվական մասը աջակցում մարքեթինգային մասին, օրինակ բնականաբար դա նաև մրցակցային առավելություն է մարքեթինգային ծառայություն պատվիրակելու տեսանկյունից։ Այո, համամիտ եմ, այսպես ասեմ, գեներացնում ենք օրինակ իրենց հետ կապված տարբեր նյութեր եւ ապահովում ենք բեքլինքեր, նույնիսկ տեխնիկական ինչ-որ բաներ ասեմ, որոնց միջոցով օրինակ կարող է արագ աշխատել իրենց SEO-ն արդեն եւ դրա համար պետք է լինել լրատվամիջոցներ, նորմալ լրատվամիջոցներ։ Մենք դրանք եւս անում ենք, դա տեխնիկական մասով եմ ասում, բայց մեր նախագծերում ինտեգրում ենք իրենց հաղորդումները, ներողություն, մեր նախագծերում հաղորդումներում ինտեգրում ենք իրենց գովազդները, օրինակ եթե ինչ որ հայտնի հետ գովազդ պատրաստելու համար, գովազդ ստանալու համար պետք է ծախսել X չափի մեծ գումար, մենք արդեն ունենք նախագծեր, որտեղ հյուր են մեզ գալիս հայտնի մարդիկ։ Եվ մենք այդ պրոդուկտը, այսպես ասած, հայտնի այդ մարդու հետ հաղորդման շրջանակում ներկայացնում ենք, այսպես ասեմ, գովազդը անում ենք եւ մեր գործընկերների համար ապահովում ենք նաեւ այդ մասը ծառայությունը։ Դե անում ենք, ինչպես նշեցիք ձեր խոսքում, մարքեթինգ, PR, ամբողջական վիդեոարտադրություն, SMM, ասացի, որ նշեցի արդեն, որ ունենք նաեւ տպագիր ամսագրեր, որոնք բիզնես եւ բժշկական ոլորտին են վերաբերում։ Այստեղ ինձ մոտ լրացուցիչ հարց
առաջացավ, Անուշ, վստահաբար առաջին անհատը չեմ, ով այդ հարցը կուղեմ, բայց բոլորը նշում են, որ հիմա եկել են արհեստական բանականության տեխնոլոգիաները, գործիքները, արդեն մարքեթինգային ընկերությունների առաջ շատ լուրջ մարտահրավեր կա, որովհետև այնինչ ժամանակին հնարավոր էր անել 1 ամսում, հիմա հնարավոր է անել 1 օրում կամ ժամերի ընթացքում, երբ խոսում ենք նաև դուք նշեցիք, հա, մեդիա ծառայություններ, լրատվական ու նաև ֆիլմարտադրություն, գովազդներ, PR-արշավների կազմակերպում եւ այլն։ Արհեստական բանականության մասով ինչ կասեք։ Սա խլում է process-ները, օգնում է ավելի արդյունավետությունը բարձրացնել ձեր աշխատանքային փորձառության հիման վրա։ Ընդհանրապես փոխլրացնում է եւ օգնում է, որպեսզի բարձրացնենք արդյունավետությունը։ Երբ որ նոր էր արհեստական բանականությունը, հիշում եմ խոճապ կար մարդկանց մոտ, որ աշխատակիցներ կկրճատվեն, թիմում կրճատումներ կլինի եւ այլն, իսկ սկզբանե բնականաբար մեզ համար այդ թեման փակ էր, որովհետեւ մարդկային գործոնը շատ կարևոր է մեզ համար եւ մենք արհեստական բանականության միջոցով ուղղակի կարողանում ենք շատ ավելին անել եւ արդյունավետ, այո, բայց թիմը վերապատրաստվում է, ավելի նոր գործիքների է տիրապետում եւ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնում ենք։ Բարի եւ Անուշ, ինչպես նշեցի, քանի որ վստահաբար մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների միջև կան անհատներ, ովքեր որ հետաքրքրված են մարքեթինգային ծառայություններով, ինչպես դիմեն կամ ինչպես համագործակցության եզրեր գտնեն։ Կարող են գրել մեր սոցիալական էջերին, մեդիա ասոցիացիայի կամ Ելակետի սոցիալական էջերին, Instagram կամ Facebook, ինչպես նաև մեր կայքերում նշված է մեր պաշտոնական մեյլերը, եւ նաև կա հեռախոսահամարները մեր էլի սոցիալական հարթակներում։ Մենք հասանելի ենք միշտ։ Շատ շնորհակալություն, իրականում մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին նորից հիշեցնեմ, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, այսօրվա իմ հյուրներ Անուշ Զոհրաբյանով հանդիսանում եմ մեդիա ասոցիացիայի տնօրենը, այսօր խոսում էինք մեդիայից, մարքեթինգից, մարքեթինգային ծառայություններից եւ ինչպես միշտ նշում ենք, գործարարության մեջ մարքեթինգի ընդհանրապես մեդիայի դերը բավականին մեծ է, որովհետեւ դու իսկապես կարող ես շատ լավ արտադրանք, շատ լավ ծառայություն ունենալ, բայց չկարողանալ այստեղ նաև շատ գեղեցիկ բառ կա, որը որ դուք եք օգտագործում ռազմավարական, այսպես կոմունիկացիայի միջոցով հասցնել թիրախային լսանին եւ ուղղակի այս տեղեկատվական մեծ հոսքի մեջ կորել։ Ցանկության դեպքում կարող են դիմել, նաև շնորհակալություն ձեր արդյունավետ գործունեության համար եւ իսկապես մեծ վստահություն ունեմ, որ թեպետ միշտ նշում է, որ մարքեթինգի հայրենիքը Միացյալ Նահանգներն է, դե չենք շղթում իրականում, բայց այո, նաև Հայաստանում կարող են ստեղծվել գործիքներ, մեթոդներ, որոնք որ կարող են արտահանվել, որ նաև դուք մեդիա ասոցիացիայով այս պահին հենց այդ ուղղության վրա եք եւ փորձում եք իրականացնել։ Ես եմ շնորհակալ շատ հրավերի եւ զրույցի համար։ Շնորհակալություն։